Հարգելի ժողովուրդ, շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ շուտով մեծ պատասխանատվություն են ստանձնելու պետության ու ժողովրդի առջև։ Խոստանում են աշխատել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։ Ես ուզում եմ այսօր ֆիքսենք ինչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից։ Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից։ Արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր։ Մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից։ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն։ Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում։ Տնտեսության մասով ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21% աղքատություն, վարկերի տակ ճռռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն։ Իսկ ինչ է անելու Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանի հաջորդ ղեկավարությունը պետության համար սրընթաց զարգացում ապահովելու համար։ Առաջին հերթին 24 ժամյա աշխատանք ունենալու ենք միասնական եւ ուժեղ հասարակություն։ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արտարությունը, արտարադատությունը, մարտասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն։ Տնտեսության արագ զարգացման քայլերը ներկայացրել է ուժեղ Հայաստանի քաղաքորթի անդամ Նարեկ Կարապետյանը։ Երկու շաբաթվա ընթացքում առաջարկվելու ազգային ժողովին օրենք, որով փոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից։ Դա ապահովելու է 5 տարվա ընթացքում 50,000 նոր աշխատատեղեր։ Կուզեի նաև նշել, որ մենք 300,000 նոր աշխատատեղեր ենք ստեղծում մեր հայրի համար, բայց Փաշինյանի կառավարությունը արդեն բացել էր Հայաստանի դռները 300,000 ադրբեջանցիների համար։ Երկրորդը, միջին բիզնեսի համար եւ նաեւ մեծ բիզնեսի համար մենք ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրը ամենամրցակցայինը լինի տարածաշրջանի բոլոր երկրների հետ համեմատած։ Օրինակ, միջին բիզնեսի համար կստեղծվի Հայաստանում տեղայնացնելու ծրագրեր, հայկական արտադրանքը զարգացնելու ծրագրեր, որ մեր երկիրը ներմուծումամբ չզբաղվի, այլ տեղում արտադրի։ Հայաստանը վերաարդյունաբերականացնելու համար մեզ պետք է մեծ օտարերկրյա ներդրումներ, որը մենք ապահովելու ենք շատ կարճ ժամանակում։ Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Հայաստանի համար հեղափոխական զարգացումների խոստում է տվել ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջին օրն է այսօր։ Ժամը 18:00-ից հետո այլևս քաղաքական ուժերը չեն կարող ընտրություններին մասնակցելու համար դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս պահին դեռ 7 ուժ է իրենց փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ, Բարգավաճ Հայաստանը, Քաղաքացիական պայմանագիրը, Շնորհապետականը, Բոլորին դեմ եմ, Ուժեղ Հայաստանը, Միասնության թևերն ու Լուսավոր Հայաստանը։ Ոստիկանության աշխատակիցները 1.5 տարի հետո գնացել են 44 օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարապետ Բուրնազյանի մոր Անահիտ Պատատյանի բնակարան։ Պատճառը համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ կինը շշով հարվածում է տրոլեյբուսի վարորդին։ Միջադեպը տեղի ունեցել տրանսպորտի սակագնի թանկացման դեմ իրականացվող բոյկոտի ժամանակ։ Կնոջ խոսքով իր քայլը եղել է պատասխան վարորդի հնչեցրած սեռական բնույթի հայոյանքներին։ Ոստիկանները Երևանի ավականու անդամի ուղեկցությամբ հորդորել են կնոջը ներկայանալ բաժին, պարզաբանումներ տալու համար։ Եթե ինձ գտել եք վարորդին, ինչի չեք ներում։
Ժողովուրդ հիմա պետք է հասկանանք ինչ ա եղել, որ ըստ դրա մեր գործողությունները անենք։ Ես հիմա գալիս եմ կենտրոնի բաժին բացատրություն գրեմ, ես բացատրություն չեմ գրելու։ Երբ որ գործ կհարուցեք, գործ կլինի, բողոք կլինի, ես կամ ես գալիս եմ ինչ անեմ։ Ժողով բողոքի խնդիր չկա, եկեք չբարձրացնենք, ընդհանրապես պարզաբանման ենթակա խնդիրներ։ Կենթանաբանական այգու մոտ բախվել են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից մեկը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն է։ Նախնական տեղեկություններով Mercedes-ը բախվել է կանգառում կայանված ավտոբուսին, ինչի հետևանքով մյուս մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, անցել բետոնե պաշտպանից արգելապատնեշի վրայով եւ հարվածել շինության պատին ու մեկ այլ մեքենայի։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական հաստատություններ։ Ականատեսների վկայությամբ տուժածների մեկը երիտասարդ տղա է, ում դեմքի շրջանում ծանր վնասվածքներ են եղել։ Ոչ ավտոբուսի վարորդը, ոչ ուղևորները բարեբախտաբար չեն վնասվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, հայտնել է արտգործնախարարության փոխնախարար Վահան Կոստանյանը։ Մայիսի 3-ից 4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, այդ թվում Ֆրանսիայի նախագահի։ Այսօր երեկոյան ջահերով երթի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն երթևեկության սահմանափակումներ։ Մասնավորապես ժամը 18:00-ից 21:00 ընկած ժամանակահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների մուտքը հանրապետության հրապարակին հարող փողոցներ։ Ժամը 20:00-ից սկսած երթևեկությունը կսահմանափակվի նաև հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց Կիևյան կամուրջ ուղղությամբ, միջև Հալաբյան եւ Քրքրքորյան փողոցների խաչմերուկ տնկած ճանապարհատվածում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ժամկետը Թեհրանից միասնական դիրքորոշում ստանալու նպատակով։ Չնայած ռազմական հարվածների դադարեցմանը ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական կատաղություն գործողությունը եւ Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը, ինչը ըստ Լևիթի խեղդում է երկրի տնտեսությունը եւ կանխում նավթի արտահանումը։ Սպիտակ տունը հերքել է հրադադարի համար հստակ վերջնաժամկետ սահմանելու մասին լուրերը, նշելով, որ ժամանակացույցը կորոշի անձամբ նախագահը։ Ի պատասխան Իրանի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար է, քանի դեռ պահպանվում է ծովային շրջափակումը։ Ղալիբաֆի խոսքով հրադադարն իմաստնազրկվում է ԱՄՆ-իսրայելական տնտեսական շրջափակման պայմաններում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին որոշումը ներկայացրել է իբրև պատասխան պակիստանցի միջնորդների խնդրանքին, այլ ոչ թե որպես հակամարտությունը շարունակելու դժկամություն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով էլ շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են իրանական 29 նավ։ Հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը շարունակում է ուժի մեջ մնալ եւ հերքել այն խախտելու մասին հաղորդագրությունները։ Ավելի քան 50 բնակելի տուն է այրվել Ջորջիա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով։ Չոր եւ շոկ եղանակի պատճառով կրակն արագորեն տարածվել է։ Բնակիչները տարհանվել են։ Ճապոնիայի հյուսիսարևելքում բռնկված անտառային զանգվածային հրդեհի պատճառով իշխանությունը հրահանգել է տարհանել ավելի քան 1000 բնակչի։ Հրդեհը տարածվել է շինությունների եւ լեռնային անտառապատ տարածքներում։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, չոր օդին եւ ուժեղ քամուն, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն դեռևս չկա։